Ռենտգենի, սոնոգրաֆիայի և համակարգչային տոմոգրաֆիայի հզոր ճառագայթներն օգնում են բժիշկներին տեսնել անտեսանելին։ Ախտորոշիչ այս մեթոդներն օգտագործվում են տարբեր պաթոլոգիաների բացահայտման համար։ Սարքերն ունեն ճառագայթային բարձր դոզավորում, որի սխալ ընտրությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Դա հիմնականում պայմանավորված է պացիենտի մարմնի պարամետրերից, երեխաների և մեծահասակների պարագայում ևս տվյալ պացիենտի քաշից, ինչպես նաև հասակից և երբեմն նաև տարիքից։ Յուրաքանչյուր սարքավորման մեջ ներդրված են համապատասխան պրոտոկոլներ, որոնք հարմարեցված են տվյալ տարիքին։ Ճառագայթային ծանրաբեռնվածություն ունեն հատկապես ռենտգենն ու համակարգչային տոմոգրաֆիան։ Ապացուցված է, որ այս հետազոտությունների հաճախ կիրառումը կարող է առաջացնել լեյկեմիա, արյան քաղցկեղ։ Ռիսկի խմբում են հատկապես երեխաները։ Այն, որ երեխաները համարվում են շատ ավելի խոցելի և զգայուն խումբ ճառագայթային բեռնվածության համար, պետք է երեխաների հետազոտման պարագայում աշխատել մինիմալիզացնել ճառագայթային դոզավորումը։ Ոլորտի վերահսկման և օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման նպատակով ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերջերս փորձաքննել է մեր տարածաշրջանի բոլոր մանկական բուժկենտրոնները։ Այս դեպքում գնահատվում է բժշկի գիտելիքը, արդյոք համապատասխանում է բժշկի ընտրած պրոտոկոլը այն պարամետրերին, որը որ պետք է կիրառվեր տվյալ պացիենտի հետազոտման արդյունքում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ մեր բժշկական համալիրի ներկայացրած տվյալները համարվել են տարածաշրջանում լավագույններից մեկը, և մեր ներկայացրած արդյունքները հիմք են հանդիսացել գիտական հոդվածի հրապարակման։ Բժշկուհու խոսքով ճառագայթային գերբեռնվածությունից և դրա բարդ հետևանքներից խուսափելու համար բուժառուներն այս հետազոտությունները պետք է անցնեն միայն բժշկի ցուցումով։ Երեխաների դեպքում այն անհրաժեշտ է հասցնել նվազագույնի։ Արամ Մարանդյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։